Բարի եկացեք բոլորդ, Լիբանանեն, Սուրիայեն, Արդասահմանեն, բոլոր այն դեղերեն, նաև մեզի հետ ուղիղ եթերով հետևողներուդ, դեր օրհնե բոլորդ, ես վստահ եմ, որ դերը պիտի օրհնե և ձեր կյանքերում մեջ փոփոխություն պիտի գտնեք, որովհետև չի գնարելալ խոսքը լսենք, խոսքը ընդունենք և չշինվենք, խոսքը չէ եղած, որովհետև ինքը խոսիլ գսիրե, խոսքը եղած է, որովհետև իր նմանությունը ստեղծել գուզե և մենք ամեն ժամանակ գնորոքվինք դեր օջմով այսօր վաղը այդ օրերեն մեկն է նախքան նույնտես սկսեմ գուզեմ քեզի հայտնել որ այս բահերը կարոզ լսելու բահեր չեն դուն քեզի հարցակե այդ խաղապարեն որ հիմա բահունինք, քիչ վերջ բահունինք, նույտ կա այս բահերը փորձառություն քեզի փոխանցելու, քու ներքին աշխարհը շարժելու, քու որոշումդ գայացնելու եւ քու ներքին աշխարհը պատրաստելու բահեր են, որբեսի դուն երբ վերաթարնաս քո առօրյայիդ, դուն Աստծո գործը գադարողը լաս, Աստծո գործին համար քու կյանքերներս զորություն կդածելաս, առաջնորդություն կդածելաս Չորեքշաբթի օրներ իմ առավոտյան աղոթքիս բահուն մինչ լեզուներով գաղոթեի ես դեսիլք մտեսա կուզեմ ցեզի հետ բաժնեկցիլ որովհետև դեսիլքը գվերապերի մենք ինչպես գորոշենք ինչպես գնդրենք ապրիլ մեր կյանքերը երկրի վրա եւ ես կգարձեմ միշտ կարոզած խոսած ենք այս մասին բայց այս արդիվ անպայման գուզեմ այս մասին ցեզի փոխանցել Մինչ լեզուներով գաղոթեի դեսա այսպես ցախ կողմը անցմը որ խաչը շալգած էր եւ գերտար որևէ ցևով դեր Հիսուսը ըլլալու մասին խաղապարչունեի եւ մեջսալ չգար այդպես ալ մնաց եւ անցը խաչը գրեր իր ուսին եւ աչ կողմնալ սկսա տեսնել աշխարհը Մեր այսօրվա աշխարհը, մեր առօրյա աշխարհը իր բայցարությամբ, իր նորություններով, իր առաջարկներով, իր ապրելացևով, իր մտածելացևով փայլուն էր, խավար չէր, մեջը մեղք չգար տեսած ադենս, գար այսօրվա աշխարհի հոսանքը, աշխարհի ընթացքը, համոզումը, նույնիսկ գրոնական եկեղեցին գար մեջը որ ինչպես գտիդ է, ինչպես շաղված է աշխարհին, ինչպես աշխարհի պայմաններուն հետ յոլա գերտա եւ մինչ անիկա դեսա իմ մեջս արդեն շատ արագ կերպով ընդրություն գար, որ իմ կորձս չէ ադիգա ես կուզեմ խաչը գրողին միանալ եւ քացի եւ խաչը հետը շալգելու սկսա այդ անցին, որ շալգեր խաչը եւ մինչ խաչը գգրեի, զգացի ադեն, լավ մտի գրեք, ադեն, այսպես կշարժեի, զարմանալի առաջին փորձառությունս է, որ դեսիլքի մեջ զգացական շարժում ունենամ, ադեն կշարժեի այդ մեծ խաչը, որ շալգած էի, որովհետև գզկայի, որ ես գմորնամ, որ խաչ շալգած եմ, պետք ունեի շարժելու, որ ես ըմբռնեմ հիշեմ, եւ վստահ լամ թե դակավին խաչը շալգած եմ սա ասել գուզե նույնիսկ երբ մենք գնդրենք խաչի ջամփան դերոջ հետ քալելու ջամփան դակավին ցանկի առորյան մեզի գմորցնե որ մենք խաչը շալգենք բզդիկները թրամը գերագուրը կորձը ամբական համալսարանը դպրոցը լեցուն բաներ որոնք կարևոր են գմորցնեն մեզի խաչը շալգած քալելուն եւ ապրելուն հիմնական նպատակը եւ այսպես ադեն գսկայի որ ուղղակի գշալգեի ամեն բոլորս ցաներ պամը տերես ուսի վրա շալգած ենք անհանգիստ լալու բարակային գշարժենք այսպես որ լավ դեղը նստի ճիշտ այդպես կփորձեի զգալ եւ այս միջոցին նկատեցի որ այլևս անցը որ խաչը շալգած էր հետս չի շալգեր ես առանցինս կշալգեմ ինքը իմ արջևես կքալե Եվ հոն մտանք երկինքի բայցարութենեն ներս եւ նկատեցի որ երկինքի բայցարությունը որ երևցավ աշխարհի բայցարության
Բայձարությունը հետը համեմատելու բանը չէ, այսինքն երկինքի բայձարությանքով աշխարհի այդ բայձարությունը, նորությունը, սովորությունը, վարժությունը օվկիանոսի մեջ գաթիլ մնե, հազիվ այդքան մեծ գերևեր, հսկա գերևեր եւ զարմանալի էր։ Երբ ներս մտանք, այսպես ցայներ գային, կշնորհավորեին ցայները եւ զգացի, որ գուզեմ եսալ դերոջսել, դեր ես գուզեմ քու ներգայությանը շաղվիլ, այս ցայները ինձ համար շատ կարևոր չեն թվիր, ես հոս մտնելես վեր չեմ ուզեր ուրախանալ, ես գուզեմ քեզի հետ շաղվիլ, մդերմությունը, հարաբերությունը զարգացնել։ Եվ հրեշտակը այդ բահուն մոտեցավ եւ հրեշտակը ինձ արավ եւ իր ներգայության դարավ, Աստծո ներգայության։ Երբ իր ներգայության եկա, ես ինձ շատ բզդիկ կզգայի, բզդիկ կտեսնեի, եւ ինք շատ մեծ էր, ահռելի մեծություն մգար, եւ իրականության մեջ խաչը եւ շալգող անցը դեսած բահես, բոլոր մարդիկը բզդիկ էին, չափով, եսալ մեջը լալով։ Մինչեւ որ իր ներգայության քացի դեսա, ինքը շատ մեծ է, ասի հիմա ինչպես հետ պիտի խոսիմ։ Այսինքն թե մարդեմ խոսելու չափանիշը չմնաց, ես շատ բզդիկ եմ հաղորդակցության այդ բատկերը կամ համեմատությունը գործվեցավ, մինչ այսպես կմտածեի, սկսա մեծնալ եւ բոլորն ալ սկսան մեծնալ, նույնիսկ հրեշտակները սկսան մեծնալ եւ իրեն այդ հավասար դարձանք եւ հաղորդակցություն եղավ։ Այդ բահուն հասկացա, որ մեր ինքնությունը, մեր քրիստոնեական հոգեվոր ինքնությունը գաջի գմեցնա, իրեն հետ հաղորդակցության մեջ կմտնե, իրեն հետ հասագագից կլա, ինչպես Աստվածաշունչը ասած է, միայն երբ իր ներգայության գտնվինք։ Եթե ես իրեն զավակ եմ, ես չեմ մեծնար, չեմ զորանար, չեմ հաստատվիր։ Եթե ես իբրև զավակ իրեն հետ մտերիմ հարաբերություն կմշակեմ, այն ադեն ես իրեն հետ հավասար հաղորդակցություն կունենամ, չափի հարմար հաղորդակցություն կունենամ։ Այդ բահուն էր շատ խորունկ սերը զգացի Հիսուսի հանդեպ, շատ խորունկ զգացումը անագնգալ եւ հանգարց դեսա հերույեն Հիսուսը գուկար։ Հիսուս մոտեցավ եւ ցերկը փաթեց եւ ասավ պատրաստ ես, գուզես ղրգեմ։ Ասի այո դեր անշուշտ պատրաստ եմ, գուզեմ երթալ, ասավ քնա, ահա ես արջևդ թուր կփանամ, որ ոչ ոք կկոծե։ Եվ անգևերջ արձակեց եւ դեսիրքը վերջացավ։ Ինձ համար նամակ էր, որ այս աշխարհը իր ընթացքով մեղանչական փնության հետ շաղված լալով լեցուն, փնական, կարևոր, անփնական, անկարևոր առաջարկներ ունի մեզի, որոնց մեջ մենք գանք գաբրինք եւ ստիպված ենք շատ այդ առաջարկներուն մեջ մտնել, նկատի առնել, աշխատել, ապրել, բզդիկ մեծնել, բազմասպաղություն ունենալ եւ այլն, բայց շատ կարևոր է մենք միշտ հիշենք, ինչ շալգազենք։ Հիշենք ճամփան, որ գկալենք, միակ միջոցը, ցեզի լավ ասեմ, միակ միջոցը, որ մենք հիշենք, որ գարենանք հիշել, չդարվինք, չմոռնանք հոգևոր կյանքը եւ մեր գոչումը, պետք ունենք իրեն հետ մտերիմ հարաբերություն ունենալու ամեն օր։ Աշխարհը այնքան զորացած է, որ գմորցնե քեզ, թե թուն ով ես։ Եվ գմորցնե քեզի ամեն օր իր քայլերով քալել, մենք շատ լավ գիտենք, ինչ մդարվինք, գթաղվինք գործի մեջ, աշխատասերը լալով, խելացի լալով, հավատացյալ լալով, գթաղվինք ամիջապես եւ այդքան ուժ գուտանք մեր աշխատասիրությամբ եւ հավատքով բան մնելու, որ իրեն այդ մդերմությունը կմոռանանք։ Շատերը ոչ միայն աշխարհիկ գործերով, նույնիսկ մարդիկ Աստծո ծառայելու հետ կապակցաբար այնքան գթաղվին Աստծո ծառայելու մեջ եւ գմոռնան ամեն օր Տիրոջ հետ ժամանակ անցնելու։ Ես գնախնդրեմ փնավ չծառայել Տիրոջ, եթե ադիգա փնավ պիտի աստե իրեն հետ ժամանակ անցնելուս, որովհետեւ անհաջելի է ծառայել, անհաջելի է ըներ փաներ առանց իրեն հետ մտերիմ հարաբերության եւ անոր աստեցության։ Նորամար գտելատրեմ այս զգացումներով, այս մոդեցումով որոշում կայացնենք մեր նյութերը սկսել են առաջ։ Ուրեմն իմ նյութիս խորակիրն է այս տարվա օրհնողներ ընթեմ շինարարներու։ Երկու դարբեր դեսագի բաներ եւ պիտի խոսենք Նեեմիայի քիրքեն։
Նեեմիա միայն օրհնության համար աղոթող մարդ չէր։ Ասիկա շատ կարևոր է, որ մենք չաղոթենք օրհնության համար, չաղոթենք միայն բժշկության համար։ Դու որ մեկ ուզես բժշկին երթալ, բժշկեն փամը ստանալ կամ բժիշկը դունիդ մեջ ունենալ։ Այդպես է, աղոթելով օրհնություն ուզել կամ իրեն հետ հարաբերություն մշակել։ Այս երկու ծայրահեղ տարբերություն ուներ կան։ Նեեմիա շինարար մարդ էր։ Շինարար էր, ոչ միայն դուն շինելու, ինքնին շինարար մարդ էր։ Ինչպես Բողոս միայն ժամանակավոր հանգիստ մչեղավ ժողովրդին, հաբա մնայուն բան ստեղծեց, շինեց ժողովրդին համար, ամեն ինչ որ գներ մնայուն բաներ գներ եւ կգադարեր։ Ապրեցավ մնայուն արդյունքներ բերելու մարդոց կյանքի մեջ։ Շինարար մարդիկները սիրելիներ չեն շարժիր հարմարություններուն համացայն։ Չորս կողմիդ համար ինչ հարմար է, հարմարությունները ինչ կսեն, զգացումները ինչ կսեն, փնավատոնց համացայն չեն շարժիր։ Շինարարները կշարժին նվիրումով եւ գոդրվածությամբ։ Շարունակ նվիրում ունին, իրենց նվիրումը իրենց գլուխին թաքն է եւ գոդրվածությունը սիրտի միշտ կարեւոր է, որովհետեւ դիրոջ ներկայությունը չգործընծնեն։ Եվ ասիկա շինարարներուն հատկանիշականն է։ Նեեմիայի պատմությունը երբ նայենք, կտեսնենք Նեեմիա նախքան թփչեր որևէ մեկ բարիսպի Երուսաղեմի մեջ ուր շինելու գնաց, Աստված անոր սիրտի մեջ արդեն շինարարություն հրած էր։ Նեեմիայի կորձին հաջողությունը որևէ մարդկային վարպետության կապված չէր, հապա Աստծո օրհնությամբ առաջնորդվել էր։ Աստված անոր մեջ արդեն շինած էր ինչ որ պետք էր, ան աղոթքով գեցավ, ծոմաբահությամբ գեցավ, գիտեք 4 ամիս դերոջ արչև գեցավ առանց փերանը բանալու, նույնիսկ որ թակավորին արչև կգենար։ Աղոթքով եւ ծոմով եւ լալով գեցավ 4 ամիս մոտ 120 օր, կովը դարձանակրե մոտ 120 օր։ Կսե երբ այս խոսքերը լսեցի Նեեմիա 1:4-ի մեջ, այսինքն Երուսաղեմի գաբակցապար խոսքերը բադահացները լսեցի, նստա լացի ու քանի օր սուկ բռնեցի եւ ձոմ բահելով երկինքի Աստծուին աղոթք ըրի։ Նախքան որևէ մեկ գործ ուներ բարիսվին հետ կապված, թռները շինելու հետ կապված, Աստծո հետ միասին իր սիրտը վերականգնեց, իր սիրտը վերանորոգեց, ներքնաբես շինվեցավ։ Թեև այդ բարիսները ընդհանրապես դարիներ պետք է առնեին։ Օրինակի համար այդ բարիսները շինելը գսվի մոտ 10 տարի կուզեին, որ բարիսները շինվին։ Իսկ փլատագին հետ կապակցաբար նորոգելու համար քոնե 3 տարի կուզեին։ Քանի օքի գիտե Նեեմիա քանի օրեն շինեց, 52 օրեն շինեց։ Հիմա աշխարհային մտածելակերպով միայն նայողները գսեն, այո, լեցուն օգնական կար։ Գրնաս այսօր այդքան օգնական բերել, որբեսի շինես։ Չես կնար գտնել։ Անինչ որ 3 տարվա մեջ պիտի լար 52 օրվան մեջ վերջացուց։ Հետևաբար նախ ինքը շինվեցավ դերոջ ներկայության մեջ եւ դերոջ ներկայությունը իր երկնային հրաշակորձ զորությամբ եւ առաջնորդությամբ ուղեց իրեն Աստծո կորձը, թակավորության կորձը գադարելու անորամար հաջողություն ունեցավ։ Երկու տեսակ մարդիկ կան, ասոնց հոգևոր մարդոց հետ կխոսենք, մարդիկ արքայության հետ կապված, մարդիկ առաջինը օրհնողներն են, օրհնողները այդ մարդիկն են, որ կքաչալերեն, կմխիթարեն, լավ խոսքեր կսեն։ Իսկ կան շինարարներ, շինարարները փեր գրողներ են, փեր կգրեն։ Շինարարները քին վճարողներ են, քին վճարել գիտեն։ Շինարարները միայն ժամանակավոր ներկա բահի հետ կապված շարժող մարդիկ չեն, շինարարները ընդհանրապես մնայուն արդյունք կհետապնդեն, արդյունքը, որ երկար պիտի մնա, արդյունքը, որ մնայուն է, ժամանակ անցնի,
ամառը անցնի ծմերկա չի փոխվիր, ծմերը անցնի ամառկա չի փոխվիր, գրիվը լա չի փոխվիր, հագարագությունը լա, հալածանքը լա չի փոխվիր, մնայուն հիմեր է։ Եվ պետք է շատ ուշադիր լալ օրհնողները ընդհանրապես դվյալ բահին գխոսին, օրհնող մտայնություն ունեցող մարդիկը գխոսին դվյալ բահի մեջ, ներկա ժամանակի մեջ, ներկա զգացումի հետ կապված, ներշնչումի հետ կապված, բայց շինարարները սերունդներ կգերդեն, սերունդներ կշինեն, կպատրաստեն, որովհետև շինարարները գիտեն, որ միայն իր ապրած ժամանակ եւ իր զգացած ժամանակ չէ, որ Աստծո թագավորության գործը պիտի կալե։ Գիտեն, որ հավիտենական գործ մնե եւ ադոր համար է, որ իրենց սիրտը անոր կգաբեն Աստծո ոչ միայն օրհնվելու համար, հապա անոր գործը երկրի վրա գադարելու համար։ Առաջին գեդարնենք շինարարները գծնին գոդրվածութենե։ Նեեմիա իր գործը չսկսավ լավ ստրատեգի մնելով, ռազմավարություն մնելով։ Բնավ եւ պատմությունը երբ կգարտանք կտեսնենք հազիվ լուրը լսեց աղոթքով ժամանակ անցուց։ Հազիվ լուրը լսեց մեգումը երթալով չբատմեց թե ինչ կմտածե, ինչ կզգա, քնած եւ լրջորեն աղոթքի մեջ կեցավ ձոմով եւ աղոթքով մինչեւ որ Աստված իրեն շարժեց։ Տեսեք, իր գործը սկսավ արցունքով, Նեեմիա 1:3-4-ը գսե եւ ինձ իսին քերութենե ազատվածները խավարի մեջ մեծ նեղության ու անարգության մեջ են ու Երուսաղեմի բարիսը փլած եւ անոր թրները գրագով այրված են, երբ այս խոսքերը լսեցի, նստալացի ու քանի օրսուկ բռնեցի եւ ձոմ բահելով երկինքի Աստծուն աղոթ կրի։ Հոստեղը ինքը գոդրվածություն ցույց տվավ, բայց չէ կարծենք, որ գոդրվածությունը դգարություն է։ Բնավ գոդրվածությունը դգարություն չէ։ Աշխարհը գուզե այդպես թունարնես, որբեսի ինքնությունը չզորանա, բայց գոդրվածությունը բնավ դգարություն չէ։ Իրականության մեջ գոդրվածությունը ճիշտ այն դեղն է, ուր ճշմարիտ շինարարությունը կսկսի կատարվել կամ կծնի։ Նախքան որևէ նյութի մեջ թուն գոդրվածությունը ներքնաբես չզգաս դերոջ արչև, ներքին շինարարությունը չսկսիր։ Ներքին շինարարությունը Աստծո հանդիպելով գլա, Աստծո հանդիպելու վերջին թուրը գոդրվածությունն է, առանց այդ գոդրվածության հանդիպումը չլար եւ առանց այդ գոդրվածության փնավ կարելի չէ, որ մեր ներսիտին սկսի շինարարությունը։ Սաղմոս 51:17-ն գսե գոդրվածությունը Աստծո զոհը գոդրած հոգին է, գոդրած ու խոնար սիրտը, ով Աստված թուն չես անարգեր։ Հետևաբար Աստված ոչ թե զորավոր կամ գարձրացած սիրտերու միջոցով գշինե, Աստված գշինե գոդրված սիրտերու միջոցով։ Ասիկա շատ կարևոր է, զորավոր գարձրացած սիրտերու միջոցով չի շիներ իր թագավորությունը, հապա գոդրված սիրտի միջոցով գշինե իր թագավորությունը։ Երկրորդ գետ շինարարները այն մարդիկն են, որոնք նախ գծևավորվին ֆորմ գլան իրենց ներքին սենյակին եւ ներքին աշխարհին մեջ։ Անոր համար գսե ինքը աղոթ կրավ, անոր համար գսե ինքը ձոմերավ, անոր համար գսե ինքը լացավ եւ իր սրդի մեջ քնած դիրոջ ներգայության գեցավ, ինչ գուլար, ինչ գաղոթեր, ինչ զոմաբաություն գներ, որովհետև նախքան թուրսեն որոշեր ինչ պիտի գներ, ինք ներքնաբես գուզեր մդի գնել կամ լսելի դարձնել Աստծո գամքը ինքզինքին, գուզեր լսել, որ Աստված ինչ կսե այս մեծ կարևոր գործին համար։ Եվ ասիկա շատ կարևոր է, որ մենք հաճող գերբով ընենք մեր գոչումին պետքերը դերոջ արչև գենանք։ Շատ անգամ ծառայողները, հավատացյալները խնդրած եմ հadouk զանազան ժամանակներու դերոջ արչև գեցիր, դերոջ ցայնը լսե։ Բայց շատ անգամ թշփախտապար քիչեր միան հաճողած են, մյուսները ընդհանրապես զբաղ գլան, ընդհանրապես կգենան մեկ հատ գաղոթեն եւ աղոթելեն իդ կվերջ կսեն աղոթեցի դերը պատասխան չլսեցի, բամը չսավ, չկա այդպես բան։ Չկա այդպես բան։
Եթե դու իր ներկայության մեջ փնագելու սկսես, անպայման իր ցայնը պիտի լսես։ Անպայման իր ցայնը պիտի լսես։ Բայց եթե մեկ հատ երթաս իրեն քու WhatsApp-ը տղրգես մեսեջը, նայր ես այս հարցումին պատասխանը կուզեմ գոր, բախտակուշակի կով չկացիր տուն։ Աստծո կով կացիր։ Աստծո մեջ պատասխան չես ադներ, ինչ ես բախտակուշակներեն պատասխան գարնես։ Աստծո դալիք պատասխանը կապված է ինքնությանը ճամփով քեզի կալուն։ Իրեն այդ մդերիմ հարաբերություն շինելով այդ հոսանքը իր մե քեզի կանցնի։ Ամիսներով դիրոջ ներկայության մեջ կեցավ։ Դեսեք, երբ Նեեմիա ամեն օր թագավորին արչև պետք է լեր, թագավորին քավաթը պետք է դար։ Գիտեք, թագավորական օրենքին մեջ Նեեմիա չեր գրնար համարցագիլ, որ խոժոր երեսով իր ծառայությունը ներ, սպաննվելու արժանի գլար, որովհետև մեծ թագավորի մուտը խանգարեց։ Թագավորին արչև չեր գրնար գենալ ինքը ցևացնելով, որ ես նեղված եմ, հասկացիր։ Թագավորը կհասկնար, որ պետք է մեռնի այս մարդը։ 4 ամիս շարունակ գծարայր թագավորին, եւ թագավորը հազարատ չունի մատակարարող։ Ընդրված մարդիկ են, որովհետև թագավորին կյանքը կախյալ է այդ մատակարարին հրամցուցած են։ Շարունակ թագավորին կհրամցներ, թագավորը 4 ամիս ամենաթարն ժամանակին չգրցավ տեսնել, որ Նեեմիա նեղված էր իր սրտի մեջ։ Չգրցավ։ 4 ամիս վերջ, երբ արդեն Նեեմիա սիրտի մեջ դերոջ հետ մդերմությունով, դերոջ գամքը կատարելու համար շինված վերջացած էր, Աստված թագավորին աչքերը բացավ, որ Նեեմիային սիրտը տեսնե։ Այն ադեն էսավ ինչու նեղված է, ասավ չէ։ Եվ ամիջապես ետ կսավ, ինչպես նեղված չլամ, որովհետև իմ ժողովուրդս եւ քաղաքը Աստծո դաջարը փլադակ եղած է։ Աստված ցկեց որ թագավորը ներսը տեսնե։ Եվ վախճանալ չունեցավ այդ ներսը տեսնել, հագարակ կորզը արջև կնաց։ Ինչ եղավ այդ ժամանակին, երբ ինքը ներքնաբես գնորոքվեր, ներքնաբես գշինվեր, աղոտ կներ, ձոմ կներ, զգացումները Նեեմիայի Աստծո զգացումներուն գամքին հետ համահունչ դարձան, համացայն եղան, իրենց սիրտերը միասին կդրոփեին։ Դարբեր չէին դրոփեր, խանգարում չգար դրոփումի մեջ։ Ժամանակ աղոթքով ժամանակ անցնելը քեզի գցկե որ Աստծո գամքը ավելի հասանելի լա քեզի, ավելի հասկանալի լա քեզի, ավելի լսելի լա քեզի, այդպես չի կացիր հարցում դվիր պատասխան բիդարնես փամը չսկացի ադոր ամարիելա, որովհետև Աստուծմե առնելը ինչքան երկար կմնաս, այդքան հստակություն կշահիս։ Կանե օքե հասկացավ։ Այդպես չէ մդար հարցուցիր չեղավ գելես եւ գերտաս ինչքան երկար կմնաս այդքան հասանելի գլա այդքան հասկանալի այդքան լսելի գլա Նեեմիայի խորհուրդները երկրորդ կարևոր բան սրբակորձվեցան խորհուրդները լեցուն բաներ ունեին մեջը այս չար թագավորը մեզի բռները հոսպերերը այդ թշնամիները երգիրը գործընծուցեր են այս հավատացյալները անպետք մարդիկ են կացեր են իրենց հանգիստին գնային չեն ըրած այս չեն ըրած թշկողություն այսօր հավատացյալներուն մեծամասնությունը իրենց մտքին եւ իրենց շուրջ եղած նյութերուն դժվարություններուն ցայները գարդասանեն Նեեմիա դիրոջ ներկայության գեցավ իր խորհուրդները, որոնք ունեին պայմաններեն եկած սրբակորձվեցան։ Իր խորհուրդները սկսան դիրոջ խորհուրդները լալ։ Ինչ կսե Պողոս Արաքյալ իր նամակի մեջ, կսե մենք Քրիստոսի միտքը ունենք։ Անոր միտքին խաղապարները կգարավարեն մեր կյանքը։ Սա ասել չէ գբաքսին խորհուրդները չեն դիրեր այլևս, որովհետև ավելի հասանելի գլա Աստծո ցայնը մեզի եւ ադոր համար իր առաքելությունը հստակացավ եւ որ Նեեմիա լսեց լուրը իր ժողովրդին ինչ ըրավ ցավեցավ չէ կանեոք է դեսե Նեեմիա ցավեցավ եւ իր ցավին պատճառով լացավ ձոմ բռնեց չհանցնվեցավ անոր համար ինքը խորհուրդները սրբակորձվեցան եւ նաեւ ինքը հստակացուց
իր առաքելությունը, քիծավ ինչ պիտենե, գրնար ինքը ցավին դակ, բիղծ խորհուրդներով, թշնամական արտահայտություններով, թեմթներ, հագարակ խոսեր, բայց ինքը դերոջ ներգայությունը փնտրեց, դերոջ գամքը ջանցավ, առաքելությունը հստակացավ, բոլորս գանչված ենք, բոլորս այս առաքելության մեջ կգտնվենք, որովհետև դերը մեզի հոստրեր է, բայց հստակ է մեզի առաքելությունը, գիտեք, իբրև հիմնադիր հովիվ եկեղեցիներն շատ անցերու կյանքի մեջ անգախ իրենց թիրքը եւ ծառայությունը շատ անգամ լուրջ խնդիր ունեցած եմ, որ եկեղեցու առաքելությունը եւ դեսիլքը չեն ջանցած։ Չէ ջանցած։ Մեջն է, բայց չէ ջանցած։ Հետևաբար միան աղոթքի կյանքը դիրոջ գամքին հանդիպիլը ինքն է, որ քեզի գցկե, որ դու հստակություն ունենաս։ Տեսեք Տեր Հիսուս ինչ կներ Ղուկաս 6:12 Կսե Հիսուս օրը լեր բարձրացավ աղոթելու համար եւ ամբողջ գիշերը Աստծո աղոթելով անցուց։ Այս ժամանակները երբ կսե որ ինք աղոթելով անցուց, գիտեք ինչ ասել է։ Լման օրը ծառայած է, գիշերը չէ քնացած, աղոթքով անցուցած է, երկրորդ օրը իջած է լման օրը նորեն ծառայած է եւ շատ անգամ 2 օր, 3 օր փնավ չէ քնացած, հանգստանալու արիթ չէ ունեցած, ուդելու արիթ չէ ունեցած եւ մարդոց ծառայած է։ Իր քունեն ավելի կարեւոր էր դիրոջ գամքը երկրորդ օրվա համահասկնալը։ Քանի որ հանրության մեջ ազդեցություն բերելու փանալին դիրոջ հետ աղոթքով ժամանակ անցնելն է։ Նախքան հանրության արչև կարենաս հոգևոր ազդեցությունը դուրս բերել, դու պետք ունիս ներքնաբես շինված լալու։ Մարդոց ծառայած ադենը չէ որ կսկսիս աղոթել, դու աղոթքով կպատրաստվիս եւ երբ մարդոց մեջ երթաս, պատրաստությունդ կբաժնեկցիս մարդոց հետ։ Անորամար Նեեմիային կորձը սկսավ նախ իր սիրտին մեջ պետքը ամբողջացնելով, կորձը ամբողջացնելով եւ նախքան արտաքինը շիներ, անիկա աշխատեցավ իր ներքին աշխարհը շինելու։ Արագած 4:23 կսե ամեն զգուշությունով քու սիրտդ բահե ու շաթիր եղիր։ Նաեւ որ ինչ կանցնի գտարնահոն, քանզի ցանկի աղբյուրները անգեյն քու սիրտիդ վիճակին զգուշություն պետք է անես որևէ միտք որևէ բադահար որևէ նյութ որևէ մեկ բան որ գանցնի գտարնա թրջունի վեսկու ցանկի կովեն անիգա եթե արդոնես եթե չվրընդես եթե անոր սահման չտնես վերջը սիրտիդ մտնոլորտը եւ վիճակը պիտի փոխե փախուս չգա Սատանան նախ խորուրդ կուտա, խորուրդը դակավի մտքիդ մեջ չէ։ Եթե խորուրդը առնես եւ մտածես, միտքիդ մեջ կհանգչի։ Եվ որ միտքիդ մեջ հանգչի եւ դակավին շարունակես իրեն այդ առնել դալ, անիկա հետս է սիրտիդ մեջ կհանգչի։ Երբ սիրտիդ մեջ հանգչի, թուն իր մարդն ես այլևս։ Այլևս գարձիկ չունիս։ Սկացումներդ փոխվեցան նյութին համացայն։ Վարմունքդ արտահայտությունդ փոխվեցավ նյութին համացայն։ Հետևաբար շատ կարևոր է, որ դու նախ ներքնաբես շինվիս եւ քու սրտիդ ուշադիր լաս։ Եթե նախ սիրտը չի շինվի, ի վիճակի չլա, բոլոր շինածը պիտի փլի, պիտի գործանի։ Չես կնար զորավոր բահել։ 4-րդ կետ շինարարները կպատրաստվին նախքան կորձի սկսին, ինչպես ասի աղոթեց, ձոմրավ եւ անգե յետքը թակավորը իրեն հարցուց ինչ ունիս եւ ասավ ինչ կուզես անել, ինչ կուզես որ ես քեզի դամ որ անեն։ Երևակայեցեք թակավորը իրեն արդոնեց, որ ինքը երթա Երուսաղեմ ոչ թե մի քանի օրվա բդույթ եւ 52 օրվա, իր բամության ընդհանուր ընթացքը 12 տարի էր։ 52 օրեն բարիսը շինեց 12 տարի մնաց իբրև ղեկավար իբրև առաջնորդ երգիրը շտկեց ժողովուրդը շտկեց պետքերը 12 տարի թակավորը ղրգեց մեկը որ իր կարևոր մարդերեն մեկն է որ 12 տարի ուրիշ աստծո ուրիշ իրենք ովքերի է ժողովուրդը երգիրին բարիսները շինե որովհետև ինքը 4 ամիս
Տերոջ արջև գեցավ այդ հրամանը առնելու համար։ Հրամանը, որ դերոջմեն ու քա չի գրնար մարդը մերժել, պայմանները չեն գրնար հաղթել, բայց մենք պետք է դիրոջ ցայնը լսենք, ոչ մեր փափակը, ոչ թե դերոջ կամքն է, ոչ թե դիրոջ կորձն է, իր մե պետք է լսենք փամը, անոր համար կարևոր է հետ ժամանակ անցնելը։ Շինարարները, սիրելիներ, գշարժին աստվածային արակությամբ նախ գպատրաստվի ներքնաբես իր անձը անգե յետն է, որ իր կյանքի մեջ գործը կսկսի։ Շինարար մարդը չազդվիր հապջեբեն։ Նույնիսկ աստծո գործը ընելու համար աջաբարանոք չլար, պետք է շուտով լա ասելով, հանդարտ կմնա, կսպասե դիրոջ ժամանակներուն։ Շատ անգամ 4 կողմդ կսկաս, որ դիրոջ մեկ գործը գա, մեկ բանը գա, որ դերը հայտնած է եւ պետք է լա 4 կողմդ նույնիսկ հավատացյալները տակնու վրա վիճակի մեջ են, երբ պիտի լա, ինչպես պիտի լա, ով պիտի նե, ինչ պիտի լա, լեցուն հարցուն գա։ Կտեսնես Աստծո ցայնով քալողը հանդարտ է, խաղաղ է, ամեն ինչ օքեյ է, ամեն ինչ օքեյ է։ Ամեն ինչ լավ պիտի լա, որովհետեւ դերը գուզե սպասենք դիրոջ, նայենք դերը ինչ կսե։ Շատ հաճելի եւ շատ քեղեցիկ է։ Ես գավադամ որ Ռաֆին այս շինարարության ադեն այս մեկը սորվեցավ։ Իրավ է սկսեմ։ Որովհետեւ նույն սկացումը, որ ինքը գունենար, եսա գունենայի։ Հապջեբ, տակնուվրայություն, վճարում գա, պետք է ընենք, պետք է այսպես ընենք։ Բայց գերտայինք դիրոջ ներկայության, ձոմով եւ աղոթքով։ Եվ ամեն ինչ կփոխվեր, ամեն ինչ կփոխվեր եւ զարմանալիորեն։ Հետևաբար շատ լավ է, որ մենք դերոջ արջևը գարենանք գենալ, որբեսի ինքը մեզի պատրաստ է։ Եթե ինքը մեզի պատրաստ է, այլևս կորձին վերջանալու արագությունը եւ ցևը իր մեկ ախյալ է։ Իր շնորհքեն, իր զորութենեն կախյալ է եւ ոչ թե միայն մեր ուժեն։ Մենք միշտ ներդրում գտնենք իբրև մարդ։ Ես ամեն օր ասած եմ, որ նայեցեք, մենք այս դեղը հավատքով շինեցինք։ Հիմա մեկը գրնա համարցակորեն ասել, ինչ դրամ չի մը դվինք դրամ։ Դվինք դրամ։ Բայց բավարար չէ այսպիսի հրաշակորձ կորձի համար ասենք դրամով դվինք եւ շինեցինք, որովհետեւ մենք մեզի խապած կլանք։ Մենք գիտենք այդ օրը, որ այո, ընենք ասինք, մեր ցերկը կրբանին դարինք, կրբանի մեջը պամը չգար։ Բայց սկսել են յետք եղավ եւ գրցանք տալ եւ դագավին գուտանք։ Սա ասիգա կնշանակե, որ հավատքը ինքը քայլն է դետ, շուրերը բացվեցան է մենք գրցանք անցալ։ Ասիգա միան հավատքով նայելով գկիտնաս, մենք ախելք ունենք ասելու, վճարեցինք եղավ, ինչ թյուրին նախատասություն է։ Բայց ասիգա հավատքի արդահայտություն պիտի չլար։ Նոր համար գսե Նեեմիա 6:15-ի մեջ Բարիսպը Իլուլ ամսվա 25-րդ օրը 52 օրվան մեջ լմնցավ։ Եվ ասիգա սովորական արակություն չէր, երկինքի արակությունն էր երկրի վրա թրսևորումով, թուրս եկած։ Նեեմիայի պատրաստութենեն թուրս տապեցավ։ Եվ մեր կյանքի մեջ կարևորությունը այդ է, փորձե դու քո անձդ։ Նայե ինչ կրնաս ավելի ենել, նայե Աստծո զորությունը ինչպես կաշխատի։ Դու պետք է հավատաս, որ եթե Աստծո խոսքը բամը ասած է, ադիգա գրնա հաճողիլ քո կյանքիդ մեջ։ Քու մարմինդ, քու զգացումդ, քու գիտությունդ, քու կարողությունդ ոչ մի դսեքեզի, բայց քու հավատքդ իրեն մտի գնել չէ, հավատքդ իրեն սորվեցնել է, եթե Աստված ասած է պիտի գադարվի, եւ գլուխդ տնես մինչեւ որ առնես, չլա սատանային ցայնը լսես, էթեր չեղավ, երբ պիտի լա, կգարձես որ ասանք բաներ գլան, ինչ է դու քեզի մարգարե գարձեցիր, բնավ կարևոր չէ։ Իմ Աստվածս ասավ, ադիգա պիտի լա։ Ես գնախնդրեմ սպասել Աստծո ինձի ասե ոչ պիտի չլա, քան թե լսեմ վախիս ցայներուն, մտահոգության ցայներուն եւ թատրիմ։ Ես չեմ կանչված իրեն լսելու, կանչված եմ Աստծո լսելու։ Կդեք մեկը, որ խոսեցավ Աստուծմով եւ ընելի կթյուրին էր։
Երևակայեցեք Մոսեսը, որ ցերկի մեջ հովական խավազան ունի եւ Աստված իրեն գսե ծովուն վրա երկնցուր եւ ջեղկե, չսեր ես մի ջեղկե, գսե ջեղկե, Մոսես գերտար ջեղկելու։ Երևակայ Աստված գսե Հեսուին Խոսե աս արևին լուսինին լման օրը լույս տողմնա, որ իմ ժողովուրդս պատերազմի եւ ինքը Հեսուն պիտի երթար ինչ պիտեներ, արևին եւ լուսինին պիտի խոսեր։ Քանի օքի խոսած է արևին եւ լուսինին ասկե առաջ, գեցեք, չշարժիկ, լույս տողլա, Աստծո ժողովուրդը պիտի պատերազմի, թյուրին կգարձես։ Չկա մեկը, որ թյուրությամբ անցած էր, անցյալ օրը քույրերեն մեկը ինձի գսեր Պաստոր գան եկեղեցիներ որ թյուրին միջոցը աբահով ցևը կդերեն բարգևները չեն կործածեր ասի վաու ինչ լավ է ինչ թյուրին է մեկ հատ ինձ գրնասել Աստվածաշունչի մեջ ով իր կորձը թյուրությամբ վերջացուց Աստված որուն արդոնեց որ իր կորձը թյուրությամբ վերջանա Աստծո որտի խաչին վրա վերջացուց իր կորձը Լման ժամանակ չարչարանքի մեջ էր Աստվածաշունչին սկիզբեն մինչև վերջ չկա մեկը Աստծո որևէ տեսակի շնորհք իր վրա ունենալով կորձը թյուրին վերջացավ Բոլորը գրեցին այդ դժվարությունները որ մարդկային բնույթը պետք է գրեր կամ մարդկային բնույթը չէր գնար շալգել մենք ալ պիտի գրենք Ցայնը որ պիտի ընդունենք մեր հավատքեն պիտի կա մենք պետք է ոչ թե արագությունը մեր զգացումներում մեջի հապջեբեն առնենք արագացումը acceleration-ը պետք է կա մեր ներքին աշխարհի մեջ Աստծո մեզի շարժելեն Եթե Աստված շարժե մեզի ոչ թե որովհետև մենք գուզենք մենք այդպես կսկանք ես շատ կսիրեմ դիրոջ համար բան մնել գուզեմ եթե գուզես իրեն անել իրեն արծուր Բզդիկները մեր դունի մեջ շատ անգամ գերագուր եփելու գելեն Բայց եթե մենք չհսկենք դունը գայրեն Եվ շատ անգամ գարկմը բաներ գնեն իրենք մեզի հարցուցիր առաջ Ես գուզեի քեզի օգնել բայց մեզի հարցուցիր առաջ Եթե վստահ ես որ Աստված գուզե որ անես իր մելս է Մենք շատ անգամ գնենք չէ, կգտնենք հարմար նախատասությունը, որ մեր մեծը լա ծառայության մեջ, լա դունին մեջ ինքը ընդհանրապես գուզե այս կորձը լա եւ գերտանք մենք մեր ուզած ցևով գնենք կորձը։ Չենք ասեր, որ մեր հանգիստ ազատությամբ անենք։ Շատ անգամ այս վիճակը գդիրե մեր առօրյային, բեկե զգուշելանք։ Հարցուր Աստծո։ Նույնիսկ եթե բաբի դնես Որ գիտես իր ուզածն է, հարցուր իրեն գուզե հիմա անես, թե չուզեր։ Ինչու շատեր իրենց կյանքի ընթացքին չեն շիներ։ Ինչ է տարբերությունը, որ չեն շիներ։ Որովհետև գագնգալեն արագ արդյունք։ Գագնգալեն շոշափելի հաջողություն։ Ինչ որ միտքի մեջ ունի, ինչ որ զգացումի մեջ ունի, ամիջայից մի տեսնե։ Ժամանակ չունի ներքին աշխարհի մեջ երթալու։ Ժամանակ չունի Եղիայի պես 40 օր քալելու մինչև քորեփլեր երթալու։ Դերը արդեն ամենտեղ է։ Կանոքի գիտի այսպես փիլիսոփաներ։ Պենտեկոստ լեզուներ խոսող փիլիսոփաներ։ Դերը ամենտեղի մեջ է, վերջ լուծեց արցինքը։ Եթե դերը ամենտեղի մեջ է, ինչու իրեն քորեփ խրգեց։ Դու ինչ գիտես դեր ինչպես կաշխատի։ Եվ նույնիսկ եթե գիտես ինչ իրավունք ունի սխառնվելու իր աշխատելացևին, քեզի դրվերը իրեն ենթարկվիս ոչ թե իրեն վրա փիլիսոփայություն ունես։ Շատ ուշադիր լանք հավատացյալները արագ արդյունք կփնտրեն։ Հաջողություն, շոշափելի հաջողություն ուզեն։ Ուր է, բամը չկա, բամը չեղավ։ Նա չլա բարաբի երթա, չլա հավատքդ բարաբի երթա, դու երդասարդ ես, կոնեմ շուտ հասկացիր, օրերդ բարաբի թող չերթան։ Գիտեք, ես 35 տարի առաջ զգացումները ունենայի։ Այլևս չեմ ունենար։ Գիշեմ առաջին այս զգացումներն, որ օրին մեկը մտածեցի, դերևս երրորդությունը բարապ եփանելավ։ Դերևս այդպես չէ։ Դերևս Հիսուսի հետևելու բեք չունիմ, աս առաջին զգացումներն էր նոր հավատքի եկածադենս։
այլես խոսիմ անգամ անոնք ինձի չեն դիրեր։ Առանց ներքնաբես ցևավորվելու շարժողները ընդհանրապես այս դժվարությունը կունենան։ Ղուկաս 14:28-ը գսե, եթե ցեր մեջ են մեկը ուզե աշտարակ մշինել, նախ չի նստիր եւ ծախսերը չի հաշվեր դեսնելու համար թե կորձը վերջացնելու չափ տրամ ունի, շինարարները ծախսերը կհաշվեն, այսինքն քինը գորոշեն, ինչ քին պիտի վճարեն։ Շինարար մարդը քինը գորոշե, իսկ օրհնողները, օրհնություն փնտրողները ներկա բահին մտնոլորտի մեջ կաբրի։ Հիմա ինչ պիտի լա գորոշե վիճակը։ Հիմա օրհնություն եղավ, ինքը ուրախ է։ Հիմա օրհնություն չեղավ, ինքը դխուր է։ Ինքը գասկած ունի, ինքը վախ ունի, ինքը ցախողելու աստեցության ջնշումի դագ է, որ գրնալ սխալ եղավ, գրնալ։ Քանի օքի ունեցեր այսպիսի միտքեր կյանքի դարբեր մարզերու մեջ, որ քիշերը քունը փախծուցեր է։ Քանի օքի ունեցած է։ Շատ քիչ էր կան։ Ես ինձի շատ դարօրինակ մի դսկամ։ Շատ քեշ մի դսկամ։ Գայցի այ մարդ ինձի վես է։ Ելավոր միայն ես այսպես եմ։ Քանի օքի ունեցեր այսպես սկացում։ Միամճնակ։ Չունենակն է բնական չէ։ Բողոս նոր գդագարանի շինարարներն էր եւ լավերեն անորամար կգարտանք այբ Կորինթացիս 3:10 գսե Աստծո ինձի դված շնորհքին համաձայն ես որպես փորձառու ջարդարաբեդ հավատքին հիմտրի ոչ թե կամաղիելին ցերքին դակ ուսում արած լալուս համար ոչ 5 դագարանը ամփոխ փար կոց գիտնալուս համար Աստծո ինձի դված շնորհքին համաձայն ես փորձառու շինարար եմ ոչ ուրիշ բանի համար Բողոս Արաքյալ գսե ես ամեն հայտնություն դերոճմե ստացա ամեն հայտնություն դերոճմեն ստացա եւ իրականությունը այդ էր Բողոս միան չկարոզեց Բողոս հիմեր դրավ մարդոց կյանքի մեջ եւ եթե իր նյութերը նայիկ իր խոսքերը նայիկ ընդհանրապես ինքը հիմ դրած է մարդոց մեջ հիմ դրած է շինարարը միայն կյանքերուն չի թփչիր որ մարդիկ լավը սկան մարդիկը օծությունը սկան մարդոց կյանքերուն մեջ հիմեր գշինե որբեսի մարդիկ հաստատվին իրենց հավատքին մեջ ինչու հաստատվին հավատքի մեջ երբ դժվարությունը լա երբ հալածանքը լա երբ ջնշումը լա երբ այս եւ այն պայմանները լա որ աշխարհեն պիտի կան իրենք անոնցմով գարենան թեմ տնել անորամեր շատ անգամ շատ անցերու ասած եմ այո ես կովի ուդեմ ես գուզեմ միշտ օգնել քեզի բայց չգարձես որ ես պիտի անդեսեմ քուշինվիլդ միշտ քեզի պիտի օգնեմ Եվ անորամար երբ տեսնեմ մարդիկ շատ ավելի գախյալ են իրենց հավատքով, իրենց առօրյայով, իրենց միտքով, իրենց որոշումով ուրիշ մարդոցում է, կհագարագիմ անոնց։ Հագարագած եմ, կհագարագիմ, պիտի հագարագիմ, որովհետև անցը չի շինվիր։ Իր անցը ամփոխչությամբ աստուծմե առնելով քալել չի սորվիր։ Իր անցը ամփոխչությամբ կքալե ուրիշ անցի աստեցությամբ։ Անիգա ինա ինքը ինգած է, անիգա ելավ ինքը ելած է, անիգա շարժեցավ ինքը շարժած է, ինքը որոշում չունի։ Անորամար շատ կարևոր է, որ մենք գարենանք հիմ տնել, մինչ հիմ գտնենք վստահենք Աստծո հոգին։ Հետևաբար այսօր Աստված միայն մարդիկ չի բարձրացներ, միայն քաչալերողներ չի բարձրացներ, քարոզիչներ չի բարձրացներ, օրհնողներ չի բարձրացներ, անգը բարձրացներ շինարարներ։ Շինարարինքով չի բացիր օրհնությունը։ Բարձորեն շինարարինքով օրհնությունը մնայուն օրհնություն է, գուքա հիմեր տնելով։ Նկարակիրին վրա, փարոյականին վրա, առօրյային վրա հիմնական գեդեր գտնե, որբեսի հավատացյալը երբ պիտի օրհնվի այդ հիմերեն, ոչ թե ուրիշի մի իրեն ծառայել են։ Ուրիշներուն ծառայությունը գլխու վրա է եւ մենք իրարու պետք է օգնենք լման երկրորդական նյութ է ադիգա։ Բայց սա ասել չէ օրհնություն չունենամ։
Օրտնության աղբյուր չունենամ։ Մեկ անգամ օրտնվեցա, մեկ հատ ալուրդեն պիտի օրտնվիմ չեմ գիտեր։ Նոր գդագարանյան չէ, նոր գդագարանի մեջ ուր որ Սուրբ Օքին օրտնեց, անգևերջ օրտնող մարդը իրեն չերև ցավալ, բայց այդ անձը որ օրտնվեցավ, իր կյանքի մեջ աշխատանք մգար, դեղ մգար, փամ մգար, որ եղավ եւ ինքն քնած առանցինը նելու սկսավ։ Շինարարները այդ մարդիկն են, որոնք փեր կգրեն։ Փեր կգրեն, աղոթքով կգենան, որովհետև պետք ունին լսել Աստված ինչ կսե։ Աստված ինչ կսե։ Գիշեմ օր Ռաֆին խոսեցա, Ռաֆի սինեդերը ինձ ասավ, որ Ռաֆին հարցուր, եթե թուն չլայր, նյութական պետք լար, ինքը ինչ պիտի եներ։ Գիշես Ռաֆի։ Որը պիտի վասեր։ Անորամար թող աղոթքով գենա։ Այդ վարժությունը թող չի շինե, որ ամեն անգամ որ պետք է լակա, թող աղոթե, թող դեսնես իր արջև ինչ թռներ կփանան։ Սա կնշանակի Աստված գուզե իրեն հետ զադեն աշխատանք տանի իր գործին մեջ։ Եվ նաև ամեն մեկուն հետ։ Բայց բիդի գիտնաս ցուն ուր ես, ուր գեցած ես, ինչ է կորձդ, ինչ է ճաշտոնդ, որովհետեւ ադոր համացայն Աստված հետդ քալե։ Շինարարները գարդոնեն, որ Աստված իրենց ներսիտին աշխատի։ Աբա իրենց առօրյա կյանքի ընթացքին գարդահայտվին։ Շինված մարդը ավելի հեշտ գարդահայտվի, ով որ շինված է։ Տեսեք Հակոբոս 1:22-ն ինչ կսե, շատ հրճագավոր, շատ կարևոր հիմնական խոսքն է։ Այդ պատվիրանները, որոնք լսեցիք, լսելով մի քոհանակ, մի բավարարվիկ, այլ գադարեցեք զանոնք։ Պատվիրանը լսեցիր, մի բավարարվիր, թերևս միտքդ բավարարվածությունը զգացնե քեզի, թուն մի բավարարվիր։ Հաբա գադարե, ինչու համար շարունակությունը գսե, այլապես դուք ցես գխապեք։ Արդյոք քանի անգամ խոսքը լսել ես, ներշնչված ես, վաու ասել ես, բայց վերջը կործածության մեջ ցախողեր ես եւ դու քեզի խափած ես։ Քանի օքի ունեցած է մտքի ներշնչում, ներշնչված է այսօրվա քարոզը շատ լավ էր, բայց ադոր վրա չէ գրծած աշխատիլ։ Ինքզին չէ մարզած, ինքզին չէ շինած։ Թուն քեզ մի խափեր գսե Հակոբոս։ Սուրբ Օքին հայտնե որ թուն գրնաս թուն քեզ խափել նույնիսկ ամենալավ եւ հոգեվոր եւ գրոնական եւ կարեւոր պատվիրաններուն եւ համարներուն հետ կապակցապար։ Թուն գրնաս խափված լալ։ Միակ չխափվելու միջոցը այն է, որ թուն կորձի վերածես, կորձնականն ես, գիրարես այդ սորվածներդ։ Ես գիշեմ շատ լավ, ինչ ուրախ եմ այդ անուս, անխելք, պամը չկիցած օրերուս։ Իմ սենյակս մեկը չեր մտներ, ես միան գաղոթեի այդ սենյակի մեջ։ Դեր ինձի խոստում գուդար։ Դեսագավոր բաներ։ Եվ ես կսեի հիմա երբ ելնեմ արդեն այդ իմաստությունը կամ այդ մեջս պիտի ունենամ եւ այսպես ինչ ոտքս սենյակեն դուրս պիտի տնեի, գնայի որ ինչ փոխվեցավ, ինչ կփոխվի։ Շատ անգամ բամը չեր փոխվեր։ Բայց ես այդպես գահավատայի։ Այդ հավատքս ինձ շինեց, որ այսօր ես ավելի ակնկալ եմ Տերոջմեն, ավելի սպասեմ Տերոջմեն, ավելի մեծ բաներ սպասեմ Տերոջմեն, որովհետև դեր երբ մեզի այսօր հայտնությունը գուտա, հայտնություն չի դար հրամանդալ գսիրե ասելով։ Աստված հայտնություն գուտա ինձի բադիվ է ադիգա, ինձի բաշտոն կհանցնե, ինձի կորց կհանցնե, որ ես հավատքս մարզեմ ադոր մեջ, քալ անգամ ավելի մեծ կորց գուտա։ Ծառայողներ եկեղեցիներս շատ անգամ կքանքադին, երբ իրենց ծառայությունները շատ լան։ Ցես մե շատեր այդ քանքատները ըրած են եւ գնեն, ես լսած եմ։ Ես չեմ քանքադիր, որովհետև Աստծո կծառայեմ։ Աստված քեզի չի դար կորձը եւ երկրորդ անգամ նույնչափ ավելին գուտա երկրորդին։ Դու գտեսես մարդոց մեծ քեզի գուկա։ Դու մեկ նայ Աստված ինչ կսկա այդ փերը ունեցած ադենդ։ Քանի օքի նայած է Աստված ինչպես իրեն գնայի այդ սխալը զգացում ունեցած ադենը, քանի օքի ունեցեր է Աստված ինչպես գնայի այդ քուրած ծառայությանը եւ կորձիտ։ Միշտ այդպես է։ Մի քանի օքի սույներ գլան, մնացածը բդույթի եկած գլան։
կսկասա դսկացումը։ Բնական է։ Ու քանի որ ուրիշը բդույդի ելեր է, դու նա բդույդի պիտի ելես։ Մեկա նայ Աստծո ինք ինչ կսեք էսի։ Դեսեմ Հիսուս առանցին էր։ Չտշկոհեց։ Այսօր քեզի կհարցնեմ, բավարարված ես օրհնությամբ, օրհնությունը ստանալով, թե կանչված ես շինելու եւ շինվելու։ Ակնկալությունդ օրհնություն է, թե ակնկալությունդ շինվել է։ Արդոնած ես, որ Աստված կորձե շինե քու ներսիտիդ, արդոնած ես, թե անչափահասորեն արդակինիդ հետ կապված բաներ կսպասես։ Կարևոր հարցում է, որ պետք ունիստուն քեզի հարցնելու, Նեեմիա բարիսպը չվերջացուց 52 օրվա մեջ։ Եթե գուզես մեկնաբանեմ այս ուղղությամբ քեզի, չվերջացուց բարիսպը 52 օրվա մեջ, թեև քիչ առաջի վերջացուց։ Որովհետև ան 52 օրվան մեջ դուրս բերավ, ինչ Աստված 120 օրեր աղոթքի ժամանակ իր մեջը դրած էր։ Քանոքի հասկացավ։ Շատեր չհասկացան։ Նեեմիա 52 օրվա մեջ չվերջացուց բարիսպին շինելը, թեև իրականությունը ադեր արդակնաբես։ Նեեմիա դուրս բերավ 120 օրեր 4 ամիս աղոթքի միջոցով Աստծո կողմէ իր մեջ դրվածները։ Նախ ներսեն պատրաստվեցավ եւ վերջը անոնք դուրս բերավ, Աստված արաքացուց, Աստված արդոնեց, թագավորը համոզվեցավ։ Երուսաղեմի ձույլ իշխանները, ձույլ գրոնականները, ձույլ ժողովուրդը, իր փառքը, իր ունեցածը, իր բադիվը փնդրող մարդիկը բոլորը միտքերնին փոխեցին։ Եթե ինքը 120 օր աղոթքով չգնար ադոնս, մեկը դեպի չի փոխվեր։ Եթե կար առաջարկեր իրեն գծեզեին։ Եթե Աստծո որդին աշխարհքալով Տեր Հիսուսի օրինակին համաձայն, որ գսե խնջույք է ադեն, խնջույքին դերը կանչեց բոլորին, բռնեցին, ձեծեցին, վերջը որդին ղրգեց։ Որդին ասոր մերցու ժառանգության ամեն դուն գառնես։ Ասիկա մարդուն բնույթն է։ Եթե Աստված չարակացներ իր գամքը մարդու միջոցով փոխագերբեր, convert աներ երկնայինը երկրավորի, գործը չեր աչողեր։ Ամեն։ Հետևաբար մեր բացման նյութը այս է օրհնողներ, թե շինողներ։